Ընկերներս ողջույն, հուսով եմ, որ լավ եք դուք, ամեն ինչ լավ է ձեզ մոտ կարգին է, խանութ եմ գնում, երկու գնումներ ունեմ անելու, միասին գնանք, ձեր հարցերին պատասխանեմ, նա շատ հետաքրքիր հարց, որ ընթաց քնչում է։ Մեր վերջին լայվից իմացաք, որ ես հիվանդացել էի ու դրա համար էսեք որը վլոգներ չկային, բայց արդեն լավ եմ, Ալեքսն էլ լավ է, այսօր Ալեքսը գնացել է դպրոց, մեր մոտ օրը ուրբաթ օր է։ Ինչպես ասեցի, գնում եմ խանութ, ընթրիքի համար, շատ բան չունեմ վերցնելու, մեկ-երկու բան եմ վերցնելու, որովհետև վաղը Ջեսի հետ են գնալու խանութ, Ջեսը Ալեքսի համար մի երկու բան է խոստացել, որ պետք է գնի, միասին պետք է գնան այդ հայր ու որդի գնումներն են էլի լինելու, դրա համար կթողնեմ վաղվան, էլի մեծ առևտուրը համել, ես էլ բան չեմ անի, չեմ շատ ժամանակ ծախսի, որովհետև համանրսաշուտով Ալեքսի ժամն է ուշ է դուրս գալիս։ Ընկերներ ջան, հարցնում եք, շատ եք հարցնում, նամանավանդ երբ որ ինչ-որ ճամփորդության մասին եմ խոսում, ինչ-որ տեղ ենք ճամփորդում, ինչ-որ տեղ ենք գնում, հաճախակի հարց է հնչում, ասում եք, թե ձեր երեխայի մասին մտածեք, տուն գնեք, չգիտեմ, երեխու ապագայի մասին մտածեք, ավելի շատ ոնց որ տուն գնելու համար, որ տուն առնենք իր համար, տենց բաներ եք գրում, հատկապես այն մարդիկ երևի թե ընթաց, որ ինչ-որ վլոգներ նայում են, հետո չեն նայում, ընթաց են գալիս գնում։ Այս հարցին մենք ամուսիններով իրականում լրիվ ուրիշ կարծիք ունենք, երեխային ինչ է հարկավոր ու ինչ չի հարկավոր, ձեր հետ էլ կիսվեմ։ Ես այս հարցի իմաստը հասկանում եմ, սա շատ տիպիկ հայ ժողովրդին բնորոշ հարց է, որ ծնողը աշխատում է ու ամեն ինչ պետք է անի իր երեխայի համար, որ տուն տա, ավտո տա, մի խոսքով կարողություն թողնի իր ժառանգին։ Հայկական մենտալիտետի հարց է, մենք այդպես իրական չենք մտածում, մենք մտածում ենք ամենաառաջինը, որ Ալեքսին պետք է տանք, ամենաառաջինը երջանիկ մանկություն, երջանիկ մանկության մեջ մտնում է տարբեր բաներ, ճամփորդություններն էլ են մտնում, ճամփորդությունները մտնում են մի քանի ոնց որ դասակարգերի մեջ։ Անհրաժեշտ է, որպեսզի Ալեքսին ապահովենք սնունդով։ Ոնց գնամ ստեղից, որ ավտոետակ չինեմ ու ձեր հարցնեմ, պատասխանեմ, որ հասցնեմ։ Առաջինը գիտեք, դուք էլ տեսնում եք, նկատում եք, որ ինչ-որ սնունդից փորձում եմ, որ երեխան հանկարծ ինչ-որ մի բանի կարիք ունենա, ցանկանա, ընթաց ռեստորաններ են գնում, ընթաց ինչ-որ տեղեր ենք գնում, մանկական հատուկ, որ երեխան ամեն ինչից օգտվի։ Առաջինը դա, երկրորդը հագուստը, որպեսզի անհրաժեշտ հագուստը ունենա երեխան։ Երրորդ կարևոր բանը, կամ դա երևի առաջին կարևորն է, աստղերցիների կունեն, որպեսզի երեխան ունենա կրթություն, լավագույն կրթությունը, որպեսզի այ հետագայում ինքը հնարավորություն ունենա լավ աշխատանք ունենալու համար։ Ստեղ կանք երևից, ներքևում էլ կար։ Հլո եկեք կինո։ Hello, how much is it? 30 rupees for kg? 30 rupees ասում կինո։ Հա, շարունակեմ հիմա։ Ալեքսին պետք է տանք լավ կրթություն։ Ալեքսին պետք է սովորեցնենք, ոնց ասեմ, որ ճիշտ լինի, լավ մարդ լինելը, ոչ թե, որ մեծանա ուղղակի կարծում մի հատ շատ հայտնի դերասան խոսքեր ունի, չէ, ասում է, շատ մարդկանց հանդիպեցի, կոստյումով մարդկանց հանդիպեցի, բայց մեջը մարդ չտեսա, որպեսզի չդառնա այդպես կոստյումով ինչ-որ մեկը, բայց մեջը մարդ չլինի, այլ որպեսզի մարդ լինի։ Ճամփորդում ենք, որովհետև
ուզում ենք, որ լայն մտածելակերպ ունենա, լայն մտահորիզոն ունենա, ճանաչի մարդկանց, մշակույթները ճանաչի, որ մեծանալ դատարկություն չլինի։ Այդ այն համար շատ ամոթաբույր կլինի, եթե օրինակ իմանամ, որ տղաս մեծացել է, ինչ-որ մեկի հետ խոսում է ու չի իմանում իրան ինչպես պետք է խոսի, ինչ-որ մեկի մասին խոսելուց չիմանա իրան պահելու ձևը, դա է մեր համար շատ առաջնային բաները։ Ալեքսը երբ որ մեծանա, Ալեքսի համար մենք չենք պատրաստվում մեքենա գնենք և տանք մեքենայի բանալները, ասենք տղա ջան, 10 տարեկան դրացավ, գնա մեքենա վարիր։ Կեսն է զանգում, որ ասմա խոսքը շաքարով կտրեմ, տեսնեմ ինչ է ասում ու շարունակ։ Կեսն էր զանգել, ասմա այսօր շուտ եմ գալքուն, ասում եմ ավելի լավ ուրեմն հարկավոր է ինձ շտապել առավել ևս, որպեսզի հասցնեմ հետ վերադառնամ։ Ինչ էի ասում, որտեղ կանգնեցի, որ հա, Ալեքսին մենք չենք պատրաստվում օրինակ մեքենա գնել, ասել Ալեքս ջան, արի մեքենա վարի, չէ, մաքսիմում բանը, որ մենք կարող ենք անել, դա Ալեքսի համար իր վարորդական իրավունքի համար կարող ենք աջակցել, որպեսզի ինքը սովորի, այնտեղ պետական վճարները որ կան, այդ վճարը անեն, ու եթե դասընթաց լինի, որ պետք է ասենք վճարովի լինի, կամ վճարովի դասընթացներ կան, կա որ ինքնուրույն կարա անի, առաջին անգամը կարա ինքնուրույն փոխցի ստիպումը, երկրորդ անգամը եթե չստացվի, մի քիչ շատ առաջ գնացինք, բայց քանի որ ինձ նման հարցեր եք տալիս, ես էլ ասում եմ էլի, թե ինչպես ենք մենք պատկերացնում։ Մեքենայի համար ինքը պետք է արդեն աշխատի, հավաքի իր գումարը, տնտեսի ու իր համար գնի իր առաջին մեքենան։ Այդ մեքենայի գնման համար մենք գուցե իր մեքենայի արժեքի երևի 10%-ը մեր կողմից որպես ծնողներ տանք, բայց հիմնական գումարը ինքը պետք է աշխատի, ինքը պետք է մեր ջրում անի, որպեսզի այդ մեքենան էլ համ վարելուց վայելի, համ իմանա թե ինչպես խնայի այդ մեքենան, ինչ պետք է անի, որ շուտ չփչանա եւ այլն եւ այլն։ Նույնը տուն գնելիս։ Ալեքսը եթե որոշի, որ ինքը առանձին պետք է ապրի, ունենա երկու հիանալի տարբերակ։ Առաջին տարբերակը կլինի, եթե ցանկանում է մեզ հետ ապրի եւ իր աշխատած գումարը հավաքի, ներդնի, որպեսզի իր համար դնի տուն բնակարան, ավելի շատ ոնց որ շուտ կկարողանա այդպես գնել, ու մենք էլ շատ երջանիկ կլինենք, եթե ինքը որոշի մեզ հետ ապրի, շարունակի ապրել ու իր գումարը հավաքի։ Ու երկրորդ տարբերակը կլինի, որ չենք ուզում անկախանանք, ուզում գնանք վարձով ապրի, ու հետո կտեսնի, թե ոնց է գնելու իր բնակարանը առաջին։ Բայց դա եւս լինելու է իր գնաց, իր ունեցած բնակարանը, ընկերներ, որովհետեւ երբ որ դու ես աշխատում, դու իմանում ես այդ աշխատանքի արժեքը։ Ցենք սովորեցնել, թե գումարը պետք է սիրել եւ տնտեսել նաեւ, որ գումարը օդից չի գալի, մաման ու պապան ծառ չունեն, մաման ու պապան էլ աշխատում են, աշխատել են, ինչ-որ մի բան ունենալու համար, ու այդպես ենք մենք պատկերացնում, իհարկե մենք պատկերացնում ենք Աստված պլանավորում է ամեն ինչ, բայց ինձ թվում է երեխային պետք է սովորեցնել, տալ են բանալիները, որոնք ինքը կարա իր դուռը բացի, ընտրները բացի, որ իրան կտանեն դեպի իր այդ բարիքները քաղելու, իր աշխատի, իր աշխատանքը ստեղծի ու ինքը իրենով էլ հստակ լինի ու ասի, որ ես եմ ստեղծել։ Հավատացեք, եթե նայեք ցանկացած այն արժեքները, որ
գումարները, երեխաները եթե ստանում են, այսօր ուրբաթա քոլեջի փակել են, այսօր կարճ են աշխատում, մոռացել են, կարտոշկաս մնալ։ Տեսես են լիգոտ է, չկարամ հերցնել։ Լավ, այսի լավ չի։ Դու տեսնեմ այս իմացի կաղա ամենը։ Հողոց չի ուզենա անցնի, բայց դեր։ Այսօր շուտ եմ փակել, ժամը մինչև 1-ն էր աշխատում, 1-ը չկա։ 10-ը պակաս 1-ից, այսօր արդեն փակել են։ Շուտ էին ուզում երևի գնային ընդմիջման։ Ինչև է ընկերներ։ Վերցրի, գնում եմ տուն, Ալեքսս ձմերուկ է սիրում։ Անկախ նրանից, որ ծանր է, քաշ եմ տալու հեռվից հեռու, բայց թե սիրում է, մաման էլ գնում է, պապան էլ ֆինանսավորում է դրա համար։ Ինչև է ընկերներ ջան, ինձ թվում է կլինեն մարդիկ իհարկե իմ հետ կհամաձայնվեն, կլինեն մարդիկ իմ հետ չեն համաձայնվի, իհարկե ցանկացած կարծիք էլ նորմալ է, թե ով ինչպես է այս պահը շատ նյութ թեմա է հատկապես երեխային ինչպես է պետք դաստիարակել, բայց ինձ թվում է կհամաձայնվեք իմ հետ շատերդ, որ այն գումարը, որը հեշտ է տրվում, շատ ավելի հեշտ է նաև ծախսվում, վախնվում, մսխվում, իսկ այն ինչի վրա որ քրտինք ես թափում, աշխատում ես, ստեղծում ես, այդ միլիոնապատիկ ավելի թանկ է քո համար լինում, գնահատում ես ավելի շատ։ Այս պետք է անջատեմ, գնամ հացնեմ տեղ։ Եկավ տուն ընկերներ, շակիկ փաթեթները կբացես կյանք։ Ես նկարեմ էլի, քանի որ ես նկարելու գործը։ And I'm going to ask you one question because I big present from Daddy. Ինչ ես պատվիրել, դե ես պատվիրել կյանք։ Տեսնեմ։ Mystery. So heavy. Doesn't feel like Բայց a ինչ book. ես պատվիրել։ It doesn't feel like a book. It's a very strange book. What kind of book is this? Oh. Օճա, Mega Dental. Mega. Ooh, Mega Dental. That's a big one. դեթոլ։ Belgian Rail. Yeah. I don't know what it's. Maybe Bangalore. Bangalore maybe. Դե բիտարնա, բոլորը ինձ թվում է կարող են օգտագործել կյանք։ Բանը հեղուկ օճառ աձերքի ես վերցրել էի չնայած, բայց դե ես ասում եմ զեղչ էր, լավն էր զեղչը, այս ինչա։ What is it? Nice. Oh, la. He'll be so happy. Adventure Classics Collection. Nice. Treasure Island. Shall we open or we will wait when he comes? Wait for him to open it. Okay. So he Այս does. Ջեսի համար, Ալեքսի համար գրքերա Ջեսը պատվիրել, Գանձերի կղզին, իմ սիրած this was my favorite. I think Oh, this yeah? is Treasure Island? I think this was the first book I read I think when it's I started reading. who wrote that? Wait, Stevenson. Crusoe, Robert Louis Stevenson. Robinson Crusoe, Robert Swiss Crusoe. Family Robinson. Swiss Family Robinson. If you remember, we went to Disney. We climbed up into the house in the trees. Yeah. That was where the Swiss Family Robinson, how they lived on the island, according to the story. Swiss Family Robinson. It's mega. I can read this one. Let me see. It's Swiss Family Travels. Robinson, Treasure Jonathan. Island, This one. It's Gulliver's Travels. Gulliver's Travels. That's about he goes to the Lilliputians and he's a giant. He's a regular person, but he ends up on the island and they tie him up and so on. And he becomes a protector of the Lilliputians. It's very nice. And then Robinson Crusoe by William Dafoe. William Dafoe is actually a very good writer. He also wrote The Last of the Mohicans. Վերջին մոհեկանը All of these are կարդացել very եք։ good writers, in fact. Yeah. Robert Louis Stevenson, William Dafoe. I forget who wrote the Jonathan Swift, maybe Jonathan Swift, yeah, if I recall correctly. Nice. Ապրես կյանք։ Հաջիկով Ալեքսը, իդեպ Ալեքսը սկսել է հաջիկով ինքնուրույն կարդալ գրքեր, սենց մի քիչ մեծ գրքերը, մի քիչ հաջիկով, շատ մեծ հաջիկով, եթե հաստա լինում, սիրում է, որ փոքր են գրքերը լինում, կարդում է,
շատ մանկական էլ չէ, բայց այ այս եկեք ցույց տամ, որն է ավելի շատ սիրում, այ այս իր սիրելի Puss in Boots վերցնում է։ Մի օր բան անեմ, լսեք կարդալ, այնքան հաճիկով է կարդում։ This is his favorite book։ Համ Եվի նկարներ, համ բանը ու լրիվ քան որ ինքնուրույն է կարդում, բնականաբար իրան այս հաստությունը ավելի հարմար է։ Չնայած ունենք I գիրք can նաև, probably որ find those. I have to look at them by title and not by company. That's where my shortcoming is. But I'm happy to have this because that'll keep me busy. I have one question, honey. What do you think? Like, I received one message, like a question, like, do we have to buy like a house for a child, or child has to build his own Build his own house? house? That's a strange question because it depends on the culture and on the family, on the people. Yeah. In Belgium, for example, they expect to be given a house. You know, when the parents pass away, there's always a fight over who's going to get what, right? Yeah. If you look, both of my children from the previous marriage, they both have their own places, right? Yeah. It's But a they Belgian built thing. themselves, right? Yeah, they did do it themselves, and this In is very much a Belgian thing, you know. Yeah. Well, for example, me in for Alex, I think that 18 years old, starting, we don't have to buy him a car and give him a car and tell, okay, now go and you have a car. Yeah. This is my opinion. I think we can pay for his permis de conduire, for his driving license. Yeah, but he has to earn stuff himself. Yeah, but he has Otherwise, to nothing go. is given Otherwise, him. Yeah. otherwise it will not work. Even for house, No. if he wants to whenever after his university and so, if he will They decide. don't appreciate it. They don't appreciate it. I've seen it in the classes that I teach now. They're wealthy children, and they don't pay attention to what they have. So there's, for example, in my room where I teach, in my classroom, there's a jacket that's been there for almost 3 weeks now. They just don't care because the parents will pay for it. Yeah. And they don't realize the parents here in India, of course, are not, well off. They have money. Some of them come from, military families and stuff like that. But still, they don't, because they've been given everything, the parents are paying a very high tuition where I work. They don't respect things. They don't respect what they have, Yeah, so we have the same opinion what I'm telling. Yeah. If he would like to go and live himself, Yeah. pay a rent, I'm fine with it. Yeah. But if he would like to stay with us, live, save his money to collect it, to buy his own house, we will be only happy for it. So it's just he has to buy his own house. Otherwise it will be something given and he will not appreciate each time. And also children, they will expect that parents always have to give. Yeah. It's a It's one-way street. nature. Yeah, It's no, nature. they have to learn how to fend for themselves. Because so anything can happen, right? And also, additionally, I lived in a family where we had to actually pay to live with our parents. We actually had to, give our salary to the parents, all our salary to the parents. And I don't agree with that either. I don't think that's normal. Yeah. I understand if they want to contribute to the food or they want to help out. Yeah. It responsibilizes them, but it's a very American thing to ask the children to pay, almost like a rent. And I don't agree with that. I tell children, it's I don't also agree not, with that. yeah. So and what we have to do for our Alex, for example, I'm speaking about Alex, that we have one responsibility to give him, to nourish him, the food, dress him. Travel is very important because he is being open-minded. He's not staying in a cube. Sure. It's a part of education. Yeah. To give him a good education. Yes, absolutely. Yeah. And to teach him how he has to be responsible with the money, We because have to provide money him with the appreciate. foundation so he can
fend for himself. Actually. Yeah, so I already like answer on this question like this way, but I thought that you have the same opinion. Of course. But anyway, like since you are home today a little bit early, I mean, I've been working all my life, so. Yeah, and you appreciate more your work because it's course. not the same. It's like when you buy something, it's like you understand the cost of it. If someone giving you can break it. You don't care about it as much as when it is yours. You work for it, hard work for it, and it's like a kind of lesson for the life or the future. Life lesson, Yeah. For sure. Սա ընկերներ ջան, այդ հարցի շուրջ, ինչպես տեսնում եք, մենք ամուսիններով միակ արծիքի ենք։ Sleep 8 hours of play, 8 hours of. Մենք միակ արծիքի ենք, որ երեխային պետքա տանք կրթություն, պետքա երեխան իմանա փողի արժեքը ու ոչ թե ուղղակի անդադ տանք, ինքն էլ մտածի, որ դե մաման պապան տալիս են երկնքից է գալիս, ինձ տունն էլ կտան, ավտոն էլ կտան, չգիտեմ, ես էլ կտան, էլ կտան, ինձ էլ մնում է մենակ, գնամ աշխատեմ, ուտեմ, խմեմ, քեֆ անեմ, բայց հետո մի օր մաման ու պապան չեն լինելու ու ինքը պետքա կանգնի սենց կոտրած տաշտակի առաջ, բայց ինքը պետքա սովորի, թե ինչպես պետքա իր կյանքը ոնց որ դասավորի, սա է մեր կարծիքը։ Դուրս է եկել Ձագուկը ժողովուրդ, հեցա, կատիկա ոտում, ես ինձ սիրուն է, սպիտակա, մեջացել ես, արդեն դուրս ես գալիս, հա, բայց դեր թոթովելով է քայլում, տենց լավ չի քայլում։ Ուտում ամես մեր շունիկը, ուտում է, այս մի մարի ես կոմ մի քիչ նկարեմ քեզ, ընդ որ է շնիկը, չխայնացավ, չի թողում որ ես Շնորհքություն եք անում էդի չեղավ, այդ մարդը մեր համար վայ դու եկար, բարի, ոնց ես, տոտլ ոնց է գայլում, ոնց ես պուջուր, ինչքան ենք քո համար մտածում, հա, ով ես ծանիսն է, գնաց մաման, հա, հեսա կգա, ամբողջ օրը քո գործը է, տա կաթիկ ուտելը, ուր է գնում, Ավարտելով այս թեման, ասեմ, որ ամենաառաջին բանը, որ մենք պետք է Ալեքսին սովորացնենք, դա այս կյանքը ապրել երջանիկ, երևի թե դա նշածս ամեն ինչի հիմքում, այդ դա պետք է լինի, որովհետև երջանիկ կյանքը մեկ անգամ ատելված ու մարդ պետք է ապրել երջանիկ, այն նշվածս ամեն ինչը ձեռք բերովի է, իսկ երջանկությունը մենք ենք նաև ապահովում մեր բնավորության, մեր խառնվածքի ու թե մենք ոնց կորոշենք ապրենք մեր կյանքը, մեր ձեռքերում, էլի ոնց որ տված։ Այսքան ընկերներ ջան, հուսով եմ ձեր հարցին ամբողջությամբ պատասխանեցի։ Գնում եմ Ալեքսին դիմավորեմ, ավտոբուսը հեսա կգա, տեսնում եք, չէ, քամին։ Առավոտյան նենց ցուրտ է անում, սառնամանիք, սենց մարախուղ, որ բացում եմ այդ պատուհանի վրա, ձմռանը ոնց է բան դրած լինում, գոլորշի եմ, որ տաքուս առի գոլորշի է լինում, այտենց ցուրտ է անում գիշերները, իսկ ցերեկը շատ շոկ։ Հիմա արդեն ժամը 4-ի կողմն է, 3:40-ը։ Արևը կա, բայց քամին արդեն սկսել է գալ, հեսա արևը կանցնի 7-ի կողմերը կսկսի սառել։ Ասել ես մեր տանտեղը, հա, ոնց ես բացատրել, որտեղ ենք ապրում։ There will be that shop nearby, right? Հա։ Պետք է գա շոփի մոտ, հա։ Right in the light. Ահա, ու դու գնաս իրան դիմավոր ես խանութի մոտ։ Բելգիա է հրավիրել իր ընկերոջը։
ասում է 2 ամսից ինքը կգա, ասում է խանութի տեղը բացատրել եմ, ասում է կգաս խանութի մոտ, ես քեզ կդիմավորեմ։ You know what? Խանութի անունը հիշում ես ոնց է։ Հա, պետք է գնանք մեր դուքա ինքը գա դիմավորենք, հա, բա ոնց բալես։ The house we have to walk. Հա, Don't know what house we living in. հա, 2 ամսից, չէ, 2 ամսից է հրավիրել։ Տղես ինձ ծաղիկ է բերել։ Տեսեք, աշխարհի ամենասիրուն ծաղիկը։ Ապրես բալես, շատ I սիրուն է։ pluck it. For example, this is the flower. I pick it up like that. Ահա, For example, for example։ uh, Ուտեմ ես քեզ for example, իսկ ինչպես ես քեզ զգացել այսօր ամբողջ օրը դպրոցում։ Լավ էր, mommy, ջանի։ you see this lamp, for example. Հա, This is the flower. I get it up like that. ահա տենց ես քաղել ծաղիկը, հա։ Right? Հա, շատ սիրուն է բալես։ That time I get one. Ահա։ But somebody tired like that. Ոյ, անշնորհքություն է արել, հա, սամվար։ Ասում է էլի էր վերցրել մամայի համար, ինչ որ մեկը And he wants one too. He wants one too, but that is the last one I could get. հա, վերջինը դու ես վերցրել քո մամայի համար շատ ապրես բալես, շատ։ Ես գիտեմ, որ դու մամայի մասին շատ ես մտածում։ Let's make a tree. Ծառ տնկենք, հա։ And so it will be like that, going and going to a full plant with all flowers. Okay, բալես, ոնց ասես կյանք։ And then we will pluck so many, put them in our suitcase to make one in Belgium. Հա, Okay? okay, բալես, տանենք Բելգիայում տնկենք։ Հա, And make a full plant. okay։ A plant. Հա, I համոզեցի։ love that one. I love it. Հա, սիրում ես այդ։ Շատ լավ։ Հա, գնարել։ Բացի, տեսնեմ կհավանես, որ կարդաս։ I can still see it. Հա, ովհետև լավ Open վնասել wound? ես։ Mother. Open wound. Հա, I like this box. Can we keep it? հա, դա պետքա պահես, Why? ովհետև գրքերը պահելու համար է նախատեսված։ For Ինքը any 4 box? հավաքածու է, չէ, 4 հավաքածու պահելու համար, սիրուն sense որ I want to see what it looks like. Beach Island. Beach Island. Swiss, ինչ է գրած, The Swiss. ինչ է գրած, From family, family Robinson, Robinson. Սրա ֆիլմը տեսել ենք, գիտես նայել ենք, որ ես ինչ մանր է գրած։ What man? What is man? Մանր, Tiny. հա, I can see this one. այդ մեկը Գուլիվերն է, Գուլիվերն է։ This one. This one. Ահա, It's this one. այս է։ And this one. Հա, Gulliver's Travels։ And this. I watched that movie. Yes, տեսել ենք իրար հետ, համ մուլտիկն ենք տեսել, համ էլ ֆիլմն ենք նայել, Treasure Island։ Treasure Island. Ու այս մյուսն Happy էլ birthday Robinson Crusoe։ to you. When I Բայց was նենց արա, որ բայց նենց արա, որ չէ, այտենց չէ, հակառակը պետք է դիտես, որ իմանաս, որ գիրքը որն է։ Այտենց չես իմանա։ Ուրախ ես։ Yes. Հավանեցիր գրքերը։ Yes. Դե գնա շորը այդ փոխից մերուկ կտրենք էլի Ալեքս ջան։ Mommy, ask Ջան։ you a question. Հասա արևս։ When I was absent, Ահա։ it was somebody's birthday. Օ։ So they gave it to me today. Ահա, շոկոլադ է ստացել այսօր։ Okay։ Because Ինչ որ մեկի ծնունդն է եղել, քո բացակայության ժամանակ, բայց քո շոկոլադը պահել են։
Շատ ապրի ինքը։ Շատ։ I will Դու ասեցիր happy birthday իրան։ Yes. Ապրես։ Այսօր այդ մարդուն ասում եմ դուք ընտրեք, ասում եմ որն ես ընտրում, ասում եմ դուք ընտրեք, լավը տվեք ինձ, ասում եմ կտրեմ, ասեցի չէ մի կտրեք, ես ձեզ վստահում եմ, ասում եմ, նենց տվեք, որ լավ լինի։ Ալեքս կարող ես ինձ երկար ուզենաս կտրեմ։ Հա? Բայց շորդ պիտի հանես, արես ինձ երկարությամբ կտրեմ, հա? Հոպա, ասես ինձ հանենք։ Ասում եմ լավն է հաստատ, ասեցի դե ձեզ վստահում եմ, ասեցի տվեք, կտրել պետք չի, որովհետև ես պետք է լվանամ, եթե լավ լինի, հետո էլի կգամ, բայց եթե ինձ լավ ձմերուկ չտակ ասեցի, վաղը չեմ գա, ձեր մոտից ձմերուկ չեմ առնի, ուրիշ մարդուց վերցնեմ, դա վերևում էլ մի հատ մարդ կա, ինքն էլ էր վաճառում, ասեց, օքեյ, հիմի տեսնենք մամային լավ ձմերուկ տվել է այդ մարդը թե չէ։ They have only good ones. Հա? Wet ones. I see it from my bus. Somebody But it's is good. there and it's wet. Հա? Can I open? I know. Հələ դες եթե կարաս բացես, փոդես, բացես, մեր դանակը մի քիչ կարճ է։ No, wait. Ավելի մեծ է։ Wait. Համայնա թե։ Wait. Mommy, wait. Here. It's good. It's good. Դանակները Wait. հերիք չի, բաց է։ Wait. Դուս դանակով սկուշ։ Спасибо, տենց չէ, այդ մեջից հեսա կփչացնենք։ Спасибо, спасибо։ Մատիկն այդ քաշի։ Ես մասը կտրվել է, спасибо, այս ինձ հանում։ Սենց։ When I know. It's like that how they eat. Wait. Տենց ես ուզում ուտես դու։ Wait. Let me. Oh. Ուզում ես ինձ բացեք։ Okay. I can eat from here. Спасибо, պիտի սենց անում, սպասի, այդ չի կտրվել, բալես։ Սպասի կտրել։ Wait, they eat like this. Տենց հավեսա ուտել է, հա։ Բայց շորերդ վրա չթափես։ Կարող է շորերդ հանես, արետի հանենք, սպասի։ Դիրա վրայից կարող է դժվար դուրս կա, սպասի։ No taste good. Համով չի։ No. Ինչ է համով չի։ Try. But not that ham off. Շատ համով չի։ Քաղցրություն չունի դեր, Yeah. ջրի կա։ Yes, that's how I tell him. Tissue. Please։ Please. Սամոսա սիրում ես, դու բարես ես։ What is samosa? Սամոսան, չես հիշում, մոռացել եմ։ Այն երանկյունի ուտելիքը որ լինում է։ Dosa? Դոսա չէ, սամոսա ասում եմ։ This is for me. Հա կարաս ուտես, բայց կորիզները հանում էդի համով մասն է։ Normally it is being very, բայց կորիզները պիտի հանես, կորիզները մի կեր արևս։ Փորիկիդ մեջ ծառ կաճի, թե չէ։ No. Ինչ է, նո։ Դուքը պատրաստ է արդեն, հիմա ձեզ էլ արագ կասեմ, որպեսզի դուք էլ իմանաք, նախ ձիթայուղի մեջ տապակել եմ սող, սխտոր, տոմատի մածուկ եմ ավելացրել եմ համեմունքներից սև պղպեղ, կարմիր պղպեղ, աղ, որից հետո ավելացրել եմ գառան միսը և ավելացրել եմ կանաչ ոլորը սառեցրած ոլոր էր,
գարանուսով ես առաջին անգամ եմ պատրաստել, միշտ հավի մուսով եմ պատրաստել կամ կարելի տարբեր նաչիկաներ կարելի անել, բայց շատ համեղ էր, լավն էր, չեմ փոշմանել, աղ եմ ավելացրել եւ չորացրած կանաչի։ Մի հատ էլ կափարիչի կփակեմ այսպես, 2 րոպե թող լավ համերը իրար խառնվեն, այսպես ասած, ու արդեն կանցնեմ մյուս գործողությանը։ Ասում արդեն ամեն ինչ պատրաստել եմ, այստեղ բուսայուղ ադրել եմ, որպեսզի տաքանա, որովհետև սրա մեջ պետք է տապակենք։ Ես լիստերը գնել եմ, սրանք սովորական փախլավայի լիստեր են, մոտավորապես 7.5-8 սանտիմետր։ Փախլավայի լիստ գնեք, կարելի է եւ այսպես կտրատել, ես արդեն կտրատացնեմ գնես։ Հիմա այս հատվածում տեղավորելու եմ մեր միջուկը, որից հետո այս դառնալու դեպ շատ կարելի ասել միջազգային ուտեստ, սամոսա կհանդիպեք երևի աշխարհի բոլոր ռեստորանների մենյուում, ավելի ճիշտ ոչ թե ռեստորաններ, կաֆեատիպ էլի այդպես, որտեղ որ կարելի արագ ընտրել։ Այստեղ ունեմ նաև ջուրա սովորական, մի քիչ ջուր եմ լցրել, որպեսզի վերջում կպցնեմ։ Միսը շատ հարկավոր չի միջուկը լցնել, որովհետև ինքը կթափի, ես առաջինը շատ լցրեցի, բայց դե ոչինչ։ Այսպես եղանքի մի ստացա։ Մի քանի հատ անեմ առանձնացնեմ, որ հեսա հենց սկսեմ տապակելը։ Տապների նման արագորեն հատվածով շրջել, որ հանկարծ չվառվեն։ Այս փաթաթելու տեխնիկաները մի փոքր տարբեր կարող են լինել, այսպես կարելի է միանգամից սենց բլոկը ձեռքի մեջ անել։ Հետո ավելացնում եք այստեղ ինչքան որ անհրաժեշտ է։ Ու արդեն ձեռքի մեջ եք հավաքում։ Պատրաստ են, ընդհանուր ունեի 50 հատ լիստ, 50 հատից ունեի կես կիլոգրամ գարանաղացած միս, կես կիլոգրամ կանաչ ոլոր սառեցրած, այս երկու ամանը միսն է եւ ավելացավ ինձ մոտ լիստերը եւ տանը բարեբախտաբար ունեի չամիչով փլավ, բրնձով չամիչով փլավ եւ սա մենք պատրաստում ենք զատկին, բայց ոչ թե սենց առանձին ենք անում ընկերներ ջան։ Այս բրնձով ապալես։ Ու տակ այս նոր եմ վերջացրել, մեկը վերջաց, հա, դա սառնա։ Which one is this one? Դա միսիկովա։ Which one that I eat that other time? Հա, այս սրանից ես կերել։ Դրանից, հա։ I will see him. Մամա ինչ ես հավատում ուրեմն։ No, I want the other one, that one. Այս նույնն է, բալես։ Այս ուղղակի տաք է։ Այս ուղղակի սառել է։ Դրա համար եմ ասում, որ ենք պատրաստում զատկին, չէ, բրնձով չամիչով փլավը, բայց ընդհանուր ենք պատրաստում, մեծ ամանի մեջ լավաշն ենք դնում, վրան փլավն ենք դնում, ու հետո լավաշով ծածկում ենք, սա ուղղակի ոնց որ առանձին է լինում, ու տապակելու ձևը, բայց համընդհանուր նույնն է լինում։ Սա այսպես, սա եթե ձեզ հետաքրքիր է մեջը տեսնել, Մենք սենց անեմ, հոպաս, սա էլ սրա մեջ է։ Համային շատ համեղ է ստացվում, եթե հատկապես սիրում են երեխաները, դեղմորային ուտեսներ երեխաները սիրում են, սա էլ դեմ չեն։ Ես մի քիչ կծու եմ սիրում, տանը ունեմ նաև հումուս, որ կարելի է հումուսով ուտել։ Այսքան ընկերներ ջան, ընթրիքի հարցերը կարգավորեցի, ձեզ ցանկանում եմ հաճելի օր, եթե նոր օր եք սկսում, մզել արդեն օրը վերջանում է։ Ցտեսություն ասեմ, այստեղ կարգի բերեմ ու կհանդիպենք արդեն մեր վաղվա վլոգում։ Լավ մնացեք, ցտեսություն։ Հետ ենք վարվել, որ մեր դուռը զնգում է, զանգ է գալիս, էս ինչ է։ Սուրճ։
Ես լասն եմ ինչ հետ մտածեցին կավա կարևոր բան է։ You know what I'm gonna have to do? I'm gonna have to get some baby cappuccino, you know? Sugar baby cappuccino. Because you'd like your cappuccino at night, wouldn't you? Yeah. Maybe a hot chocolate? Yeah, would you like that? Ah, hot chocolate, yeah. I like. Ինչ ես սիրում դու։ Ինչևէ, I like. I like fondant that one. ֆոնտայն իման, չէ, տակ ըմպելիքներ, բայց հետաքրքիր է, կապուչինո ենք պատվիրել, առաջին անգամ ենք ես ֆիրմայից խմելու, Colombian Blue, տեսնենք ոնց կլինի, տակ խմենք կասենք ոնց էր, բոլորին բարի գիշեր մաղթես, Ալեքս, Barry Gitsch. ապրես, բարի գիշեր կյանք,